Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քերյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Քերյան, հետևել եք նախորդ օրը տեղի ունեցած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած ընդհանուր արդյունքներով եւ քաղաքական ուղերձներով ոնց կամփոփեիք հանդիպումը։ Ընդհանուր առմամբ ցանկացած հանդիպում նման բարձր մակարդակի Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջև պետք է միանշանակ գնահատել դրական, որովհետեւ խոսքը այստեղ գնում է Հայաստանի դեռևս այն կառույցներում անդամակցության առումով ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշնակցի մասին, որը լուրջ ազդեցություն ունի տարածաշրջանում եւ նրա հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ ապագա քաղաքական ծրագրերի գործողությունների ճշտումը եւ սահմանագծումը շատ կարեւոր է Հայաստանի համար եւ տնտեսական առումով եւ քաղաքական առումով։ Իհարկե մենք գիտենք, որ հիմա կա որոշակի, այսպես ասած, հակվածություն Հայաստանի դիտարկել Հայաստանը որպես ռուսական քաղաքական ազդեցության եւ ուրեմն շահերի գոտուց հեռանալու առումով, երբեմն նաեւ Ռուսաստանի շահերին ոչ հարմար քաղաքականություն վարելու առումով, բայց ամեն դեպքում դեռ այդ կտրուկ շրջադարձերը մենք չենք տեսել եւ այս առումով եւ անվտանգային եւ տնտեսական եւ մյուս բոլոր առումներով իհարկե ողջունելի էր այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը եղավ ուրեմն Մոսկվայում եւ հանդիպեց Պուտինի հետ, որտեղ ներկայ է նաև արտաքին գործերի նախարարը, փոխվարչապետը, բավականին ներկայանալի պատվիրակություն էր հայկական կողմից եւս արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ, այնպես որ ես ամեն ինչ հուշում եմ, որ քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների բավականին կարևոր հարցեր։ Նշանակություն ունի, որ այս հանդիպումը տեղի է ունենում ընտրություններից մի քանի ամիս առաջ, ընտրություններ, որոնք շատ կարևոր են Հայաստանի հետագայի համար։ Կարող եմ ենթադրել, որ նշանակություն ունի, իհարկե, այո, որովհետև նույնիսկ Պուտինի ներածական խոսքում շեշտադրում արվեց ընտրություններին Հայաստանում գործող ռուսամետ ուժերի մասնակցության առումով, իհարկե ես այստեղ մի փոքր ուզում եմ հետ գնալ եւ հիշեցնել, որ Ռուսաստանը ունի գերխնդիր ամբողջ հետխորհրդային տարածքում իր ազդեցության վերականգնման, մինչև օրս բավականին մի շարք առումներով Ռուսաստանը կոպիտ ասած պարտվել է եւ այդ ազդեցության գոտին իհարկե բավականին կրճատվել է խոսքս եւ Մերձբալթիկայի մասին է եւ Ուկրաինայի եւ Վրաստանի եւ այս առումով Ռուսաստանի համար շատ կարեւոր է թե Հայաստանում իշխանությունները ներկա գործող եւ ընտրություններից հետո եթե իհարկե տեղի ունենա իշխանափոխություն, ինչ քաղաքական գիծ կորթեգրեն եւ պետք է մինչեւ ընտրությունները մի տեսակ իմի բերել հայ-ռուսական հարաբերությունները, նշել այդտեղ այն սահմանագծերը, այն դրական եւ բացական իրողությունները, որ գոյություն ունեն եւ կարծես նաեւ որոշակի մեսիջեր Հայաստանի ներկա իշխանություններին, որպեսզի չսահմանափակեն այն քաղաքական ուժերի մասնակցությունը, որոնք որ իրենց արտաքին քաղաքական վեկտորը ուղղում է դեպի հյուսիս եւ ոչ թե դեպի արևմուտք, որովհետեւ մենք գիտենք, որ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայանում է ոչ միայն իր պլատֆորմով տնտեսական, այլ նաև արտաքին քաղաքական առաջնահերթություններն է նշում եւ կան Հայաստանում քաղաքական ուժեր, որոնք միանշանակ ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նրանք կարծես մի կետում համակարծիք են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը պետք է փոխվի, պետք է մնա նույնը, այսինքն պետք է ամրապնդվի ռուս-հայկական ռազմաքաղաքական համագործակցությունը եւ իհարկե հասկանալի է նաեւ որ Ռուսաստանի գործող իշխանությունները շահագրգռված են որ այս քաղաքական ընտրությունների մասնակից այս քաղաքական ուժերը նկատմամբ սահմանափակումներ չկիրառվեն ու մենք հասկանում ենք որ այստեղ հիմնականում խոսքը վերաբերում էր Սամվել Կարապետյանին։ Կարծես թե ուղիղ նրան էր վերաբերում։ Այո, որովհետև եւ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը, որոնք մյուս երկու խոշոր ուժերն են ղեկավարում, նրանց լիդերները ազատության մեջ են եւ կարողանում են ակտիվ մասնակցել ընտրական գործընթացներին։ Ընտրությունների ժամանակ արդյոք որևէ նշանակություն կունենա այս հայտարարությունը Պուտինի կողմից։ Դուք ասացիք, որ որոշակի ուղերձեր, որ ընտրություններին մասնակցեն այն ուժերը, որոնք ուղիղ արևմտամետ չեն, ունեն որոշակի ռուսական կողմնորոշում, բայց ազդեցություն կունենա։
Սա պաշտպանություն էր այդ ուժին, դուք սա ոնց եք մեկնաբանում։ Խոսքը գնում էր ոչ թե այն մասին, որ այդ ուժերին ինչ-որ ճանապարհ բացեն հնարավորություն տա, խոսքը գնում էր սահմանափակումների վերացման մասին, որովհետև հավանաբար Պուտինի շրջապատը որոշակի ինֆորմացիա էր տվել, որ Հայաստանում, ասենք, կա մի հզոր քաղաքական ընդդիմադիր ուժ, ռուսամետ, որի գործունեության վրա դրված են սահմանափակումներ, եւ իսկապես դա այդպեսին է, որովհետև ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը առայժմ տնային կալանքի տակ է եւ իր հնարավորություն չունի օրենքի ուժով, պարոն։ Ես այդտեղ չեմ կարող դա մեկնաբանել, երևի ընտրական օրենսգրքին առավել ծանոթ ուրեմն մասնագետ պետք է դա մեկնաբանի, պարզապես չեմ խորացել այն հանգամանքի մեջ, թե արդյոք այնտեղ կան հոդվածներ, որոնք սահմանափակում են երկքաղաքացիություն ունեցող մարդկանց մասնակցային իրավունքները, որտեղ ինչքան ես մեր սահմանադրությունը արգելում է այն անձանց, ովքեր ունեն երկքաղաքացիություն, վերջին 4 տարում չեն բնակվել Հայաստանի Հանրապետությունում, լինել թե падգամավորի տեխնացու, թե հավակնել վարչապետի պաշտոնին, դա մեր սահմանադրության մեջ հստակ գրված է, դրա մասին գիտեն նաև իրենք կուսակցականները, դրա համար են առաջարկում, որ եթե իրենք ընտրվեն, իրենք կփոխեն այդ դրույթը կհանեն, որ իրենց նախընտրելի տեխնացուն դառնա վարչապետը։ Շատ այստեղ մի նրբություն կա, որ գիտեք ինչ, երբ որ քաղաքական ուժը ունի որոշակի արտաքին քաղաքական կողմնորոշում եւ դա քո շահերին համապատասխանում է, դու այստեղ չես խորանում, ասենք, թե օրենքի, ասենք, նրբությունների մեջ պարզապես ցանկությունն է, շահերին համապատասխան է, որ տվյալ քաղաքական ուժը մասնակցի։ Հիմա բերեք, այսպես ասած, ադապտացվենք, փոխվենք, եթե ուժեղ Հայաստան քաղաքական ուժը այդ կուսակցությունը լիներ արևմտամետ դիրքորոշման, հնարավոր է, որ ասենք նրա նկատմամբ կիրառող սահմանափակումները ողջունվեին Մոսկվայի կողմից, բայց քանի որ այս ուժը ունի ռուսական կողմնորոշում, նրա նկատմամբ կիրառող սահմանափակումները որոշակի դժկամություն են առաջացնում եւ նույնը նաեւ արևմտյան կենտրոնների վերաբերմունք այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք որ ունեն իրենց ցանկալի ուրեմն քաղաքական դիրքորոշում։ Դե բայց քանի որ սա մեր ներքին հարցն է, կարծում եմ, ոչ միայն կարծում, այլ այդպես պիտի լինի, մենք ներքին հարցերը պետք է լուծենք մեր երկրի ներսում, մեր օրենքներով, սահմանված կարգերով, առանց արտաքին որևէ միջամտության մեր քաղաքական գործերի։ Մեր բանավեճը վերաբերում է այս հանդիպման միայն մեկ փոքրիկ ուրեմն հատվածին, որը վերաբերում էր ընտրություններին, բայց իրականում դա ընդհանուր բովանդակային առումով այդքան չէր գերակշռում էին այլ։ Գնանք դե հասնենք այն հարցերին, որոնք ավելի կարևոր ու գերակշիռ էին այս հանդիպման մեջ։ Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը ընդգծեց, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին պարզապես անհնար է։ Վարչապետն էլ համաձայնեց եւ հիշեցրեց, որ Հայաստանը գիտի այդ մասին ու ավելացրեց հետեւյալը, որ ըստ մեր ներկայիս օրակարգի դրանք համատեղելի են եւ քանի համատեղելի են, դրանք այս կերպ կշարունակվեն, բայց երբ գործընթացները զարգանան այն աստիճանի, որ անհրաժեշտ լինի որոշում ընդունել, մեր ժողովուրդը կընդունի այդ որոշումը։ Իդեպ սրան էլ գումարվեց այսօր արդեն Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը, ըստ որում նա ասում է, որ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանին պատրաստում են ԵՄ անդամակցությանը, որը դարձել է Ռուսաստանի համար թշնամական դաշինք։ Մոսկվայի այս ուղերձներից ինչ հասկանալ։ Գիտեք ինչ, ամեն ինչ այսքան ուրեմն սուր չէր լինի հայ-ռուսական հարաբերություններում, եթե արևմուտքը ու կոնկրետ Եվրոպական միությունը իսկապես թշնամական հարաբերությունների մեջ չներ Ռուսաստանի հետ։ Հիշենք 90-ական թվականները, երբ որ Արևմուտքի Միացյալ Նահանգների Եվրոմիության եւ Ռուսաստանի հարաբերությունները ոչ թե թշնամական էին, այլ համագործակցային եւ այս առումով Հայաստանի եվրոինտեգրման ուրեմն ստրատեգիական ծրագիրը, որ ընդուվել է դեռ այդ ժամանակներում, այդպես հիվանդագին չէր ընդունում Մոսկվայի կողմից, բայց փաստացիորեն հիմա տեսեք ինչ տարօրինակ իրավիճակ է ստացվել։ Հայաստանը ԱՊՀ անդամ է, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, Հայաստանը ունի ռազմավարական համագործակցության բազմաթիվ պայմանագրեր Ռուսաստանի հետ։ Ես չեմ ուզում մանրանալ, ասենք այնտեղ երևի կարիք կլինի նորից կքննարկենք այսօր տնտեսական ասպեկտը, էներգետիկ ասպեկտը եւ այլ։ Եվ այս պայմաններում, երբ որ Հայաստանը ուղղակիորեն
շարժ է կատարում, փոխում է իր աշխարհաքաղաքական վեկտորը եւ այդ մասին բացահայտ հայտարարում է եւ ընդունում է օրենք եվրոպական ինտեգրման մասին, չէ, եւ մեր ղեկավարությունը բավականին ինտենսիվ հանդիպումներ է ունենում եւ համագործակցային ձևաչափեր է զարգացնում Եվրոմիության հետ, պարզ է որ Մոսկվան ինչ որ միտեղ պետք է նշի իր կարմիր գծերը, որովհետեւ անհնար է որ լինել մեկ տնտեսական, քաղաքական, ռազմական համակարգում եւ հարաբերությունները զարգացնել մեկ այլ կառույցի հետ։ Նորից եմ կրկնում, սա կլիներ տրամաբանական, եթե այդ երկու համակարգերը չլինեին թշնամանքի մեջ։ Դա ոչ միայն թշնամանք, այլ նաեւ բացահայտ պատերազմ է, որտեւ եթե 2013 թվականին ինչ էր։ Թշնամանք էր Եվրոպայի եւ Ռուսաստանի մեջ, որ մի գիշերում որոշում կայացվեց, որ եվրոինտեգրման ճանապարհը թողնում են եւ գնում են Գիտեք 2013 թվականին իրավիճակը բոլորովին այլ էր, չնայած ստրատեգիական առումով նույնն էր ինչ որ այսօր։ Եթե մենք հիշենք 2000-ականների սկզբներին, երբ որ Պուտին եկավ իշխանության, ինքը աստիճանաբար փոխեց արևմուտքի հետ հարաբերությունների ձևաչափը։ Եվ հենց այդ ժամանակ ընտրվեց այդ խորհրդային տարածքում նորից Ռուսաստանի բացահայտ շահերի եւ ազդեցության գոտիների վերականգնման քաղաքականությունը եւ առաջի քայլերն էլ հենց Եվրասիական տեսական միության ստեղծումն էր, հապկի ամրապնդումներ եւ այլ եւ եւ քանի որ այդ ժամանակ մենք հիշենք գոյություններ նաեւ Ղարաբաղյան հակամարտությունը, առաջնայինությունը տալով անվտանգային խնդիրներին ժամանակին Հայաստանի տվյալ գործողությունները դա օգտագործվեց ժամանակին, որպեսզի Հայաստանը իր կողմնորոշումը դեպի Եվրամիություն վերանայի, վերափոխի։ Բայց հետ չդառնալով, անցյալին չդառնալով, երբ ասում է թշնամական դաշինք Ռուսաստանը, սա ինչ է ենթադրում այս պահի դրությամբ, սա գետնի վրա ինչ է նշանակում։ Ինչը։ Երբ Ռուսաստանի կողմից ասում է, որ Եվրամիությանը մոտենալը, Եվրամիությունը իրենց համար թշնամական դաշինք է, դրան մոտենալը կարող է որոշակի հարցեր առաջացնել, երբ նորից եւս մեկ անգամ ընդգծվում է, որ ԵՄ-ԵԱՏՄ հնարավոր մեկ ուղի չի կարող լինել կամ այնտեղ կամ այնտեղ, եւ մենք հիշեցնում ենք, որ այս պահի դրությամբ ընտրություն չկա, երբ կա ընտրության պահը, մենք այդ ընտրությունը կկատարենք։ Սա ինչի համար է ասվում հիմա։ Արդյոք արդեն երկընտրանքի եւ ընտրության ժամանակն է, որ Հայաստանի առջեւ դրվում է։ Ինչու է դա ասվում հիմա։ Գիտեք, բավականին երկար ժամանակ Մոսկվայում հանդուրժողաբար էին վերաբերվում Հայաստանի, ասենք, եվրոինտեգրման կամ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության քայլերին։ Ներողություն, այստեղ մի ճշգրտում անենք, դուք երկու անգամ ասում եք Հայաստանի եվրոինտեգրման կամ արտաքին վեկտորի փոփոխությանը, բայց գործող իշխանությունը որևէ արտաքին վեկտորի փոփոխության մասին չի խոսում։ Իրենք ասում են մենք վարում ենք դիվերսիֆիկացման քաղաքականություն, հարաբերություններ ենք ունենում եւ Եվրամիության հետ կամ հավաքական արևմուտքի հետ եւ Ռուսաստանի հետ։ Ձեր ասածից պարզ հասկացում եք կամ այստեղ կամ այնտեղ, բայց իրենք չեն կտրում կապերը Ռուսաստանից։ Փաստացի հապկից դուրս չենք եկել, մենք ՀԱՏՄ-ում ենք, մենք ԱՊՀ-ում ենք, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից դուրս չենք եկել, հետեւաբար ըստ իշխանությունների այս թեքումը դեպի Եվրամիություն, եվրոինտեգրում չի նշանակում աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն։ Այստեղ հարցը Մոսկվայում ղեկավար այրերը արդյոք սա ընդունում են բացատրություն ամբողջական, բավարարում է սրանով եւ ուրեմն յուրաքանչյուրը զբաղվում էր առօրյա գործերով։ Գիտեք ինչ չի կարող լինել, ես թերևս չեմ էլ հանդիպել այդպիսի մի բան, որ փոքր պետությունները կարողանան այ եւի քաղաքականությունը երկար շարունակել կամ լուրջ հաջողություններ ունենալ։ Ընդհանրապես այդ եւը, որ եթե հիշում եք նախկինում այդ տերմինաբանությունը կոմպլիմենտար քաղաքականություն կամ փոխլրացնող եւ այլն, միշտ մենք փորձել ենք բավականին երկար ժամանակ այս գիծը առաջ տանել, բայց հիմա հասել է այն ժամանակը, որ պետք է ընտրել։ Ես այդպես եմ, կամ-կամը, այդ եւ այդ փոխլրացնողը, կոմպլիմենտալը եւ այլն, դա կարող է Հիմա Ռուսաստանում այս հանդիպան ժամանակ դրեցին այդ կամ-կամի պահանջը, այսինքն որևէ կերպ իրենք փորձեցին ճնշման գուցե օրինակ Պուտինը քաղաքականություն օգտագործել, ինչ արեցին։ Պուտինը խոսեց բավականին հանգիստ դիվանագիտական, ուրեմն ինչ որ բնորոշ է մեծ պետության ղեկավարին, բայց դրանից հետո մեկնաբանությունները եւ Օվերչուկի ավելի խիստ ուրեմն արտահայտությունը այն մասին, որ արդեն Հայաստանը չի կարող քաղաքականապես գտնվել մեկ համակարգի մեջ, բայց ուրեմն զարգացնել հարաբերությունը թշնամի մեկ այլ կառույցի հետ եւ այս մյուսից էլ օգտվել տնտեսական օգուտներից։ Դա պարզապես արդեն ռուսական ղեկավարությունը նշում է որպես կարմիր գիծ։ Եվ գիտեք ինչ, ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ
այդ վերջերս մեր իշխանությունները կիրառում են, չէ, դիվերսիֆիկացման, բալանսավորող քաղաքականության մասին, իհարկե դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե կա որոշակի տարածաշրջանում փոքր պետության, ուրեմն տարածաշրջանային իրողություն ուժային վակուում։ Այդ դեպքում դու կարող ես որոշակի կարճ ժամանակամիջոցում խոսել այս մասին, բայց երբ որ այդ ուժային վակուումը վերանում է, պետք է ընտրել կամ։ Հիմա Հայաստանին ուղղակիորեն ասվեց, եթե Ռուսաստանի թշնամի բևեռի հետ է կատարվում ինտեգրացումը եւ համագործակցությունը, ինչ որ մի պահի անտրամաբանական է դառնում տնտեսական կառույցների մասնակցություն եւ տնտեսական օգուտներից օգտվել։ Այսինքն օվերշուկի ասածը, որ Հայաստանը հասել է այնպիսի մի կետի, որ միգուցե հնարավոր լինի Ռուսաստանը կամ ստիպված լինի Ռուսաստանը վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, դա է նշանակում։ Այո, դա ուղղակիորեն պարզասվեց։ Իհարկե ես չեմ կարող այստեղ հայտարարություն անել, թե մեկ ամիս հետո կամ ընտրություններից հետո նայած ընտրությունների արդյունքից Ռուսաստանը կանցնի ուղղակիորեն իր, այսպես ասած, քաղաքական քայլերին, որոնք որ կզրկեն Հայաստանին տնտեսական այն օգուտներից, որ նա հիմա ստանում է Եվրասիական։ Օրինակ ինչ օգուտներ, սահմանափակումների մասին է խոսքը, կամ գուցե տնտեսական ճնշումների մասին է խոսքը։ Էներգակիրների հետ կապված, գազի հետ կապված դա շատ պարզ է։ Առաջինը, մեր ամբողջ տնտեսական համակարգը հենված է ռուսական էժան գազի վրա։ Մի պահ փորձեք հանել այդ գործոնը եւ պատկերացրեք ինչ կկատարվի Հայաստանում։ Էներգետիկ կոլապս, ուրեմն տնտեսական, տրանսպորտային խնդիրներ, ինչքան կավելանան մեր ծախսերը կոմունալ, տրանսպորտային, էներգետիկ եւ այլն, դա ուղղակի մեզ կտանի այն իրավիճակը, մոտավորապես դուք երևի երիտասարդ չեք հիշում, այն որ մենք ապրել ենք 92-ից մինչև 95 թվականները։ Սա առաջինը։ Եվ մոռացա նշեմ նաև, որ այստեղ կա նաև ատոմակայանի սպասարկման հարցը, որովհետև ատոմակայանը այսօր շատ լուրջ ուրեմն գործոն է մեր էներգետիկ անվտանգության ուրեմն կառուցվածքում, իսկ ատոմակայանը սպասարկում եւ գործարկում է միմիայն Ռուսաստանի օգնությամբ, նրա հովանավորությամբ եւ ռուսական միջոցներով։ Երկրորդը, բայց դա քննարկումներ էլ կան այլ կենտրոնների հետ, հնարավոր այլ տարբերակների վերաբերյալ։ Դա քննարկումներ են, ես լավ վերջերս ուսումնասիրում էի այդ հարցը, դրանք դեռ քննարկումներ են, դեռևս քննարկումների մակարդակում։ Ինչպես որ հիմա են Ռուսաստանի հետ են քննարկումներ ընթանում, դեռ որոշում չկա։ Դուք հարց տվեցիք ինչ տնտեսական վնասներ, թույլ տվեք ես տվեմ։ Երկրորդը, մեր գյուղատնտեսական շուկան հիմնականում կապված է Ռուսաստանի հետ։ Եթե ուրեմն Ռուսաստանը փակում է այդ ճանապարհները, մեր գյուղատնտեսական արտադրանքը, որը այսօր բավականին մեծ տեսակարար կշիռ ունի մեր տնտեսության մեջ, հայտնվում է նույնպես կոլապսի առջև, որովհետև որից է մի տրամբանող մարդ հիմա չի կարող նշել այն շուկան, որտեղ որ հայերը կարող են իրենց Հայաստանը կարող է իր գյուղատնտեսական Եվրոպական որևէ շուկա, արաբական Միացյալ Նահանգություններ գուցե։ Այլ ընտրանքային որևէ տարբերակ ասեք, պարոն Քերեն։ Ոչ մի տարբերակ չկա։ Ոչ նույն Եվրոմիություն։ Դուք ուղղակի գրեթե ուղիղ ասում եք, որ պետք է մեկ կետից կախվածության մեջ մնանք, նույնիսկ տնտեսապես մասին երբ խոսում եք։ Գուցե այդ մեկ կետից կախվածության մեջ լինելը հիմա մեր գոյություն է ապահովում կամ տնտեսական զարգացում է ապահովում, ինչ վատ է որ այդպես լինի, մինչև որ այնքան բարեփոխումներ տեղի ունենան, որ ասենք օրինակ սահմաններ բացվեն կամ հնարավորություն լինի հարևան երկրների հետ ինտեգրացվել կամ օգտագործել նրանց։ Ով է անում։ Գործող իշխանությունը ինչ է փորձում անել, որ մեկ կետից կախվածություն չլինի, լինի բազում կետերից։ Որ նույն ձեր ասած այդ սահմանափակումները, եթե ինչ-որ պահի կիրառվեն մեկ կետից կախված լինելու պարագայում, մենք չունենանք քննադատում եմ մեկ կետից կախվածության խնդիրը, ես ներկայացնում եմ դուք հաստատվեցիք ինչ կլինի, ես բացատրում եմ հետևանքները։ Էներգետիկ, գյուղատնտեսություն, հիմա ուրեմն կոմունիկացիոն խնդիրները, տեսեք, մի ժամանակ մենք բավականին կոմունիկացիաներից օգտվում ենք բավականին արդյունավետ, որոնք Իրանի տարածքով էին անցնում։ Այն ինչ որ տեղի է ունենում Իրանում, մենք չգիտենք դա ինչով կավարտվի, հույս տնել Իրանի կոմունիկացիաների վրա ուղղակի հիմա լուրջ չի լինի։ Թուրքիան չի բացել սահմանները, երբ կբացի ինչ պայմաններով, ինչպես կկարողանա Հայաստանը օգտվել, դրանից նույնպես բարձ չի։ Մեր միակ ճանապարհը մնում է առայժմ վերին Լարսը դեպի արտաքին շուկա եւ ինչ-որ միտեղ Վրաստանի ուրեմն նավահանգիստները։ Հիմա պատկերացրեք նման ուրեմն տրանսպորտային կոմունիկացիոն ուրեմն իրավիճակում
Ռուսաստանը որոշում է, եթե դու այլ քաղաքական կազմավորման մեջ ես կամ եթե դու զարգացնում ես հարաբերությունները մեր ճշնամի բևեռի հետ, մենք կարող ենք վերանայել նաև ձեր մասնակցությունը այս առումով։ Եվ նաև կարող է այստեղ բարձրացվել այլ հարցեր, որոնք որ ընթացքում մենք հիմա չենք էլ պատկերացնում, թե ինչ կարող է լինի։ Ես նշեցի գյուղատնտեսություն, էներգետիկան, տրանսպորտը, նույնիսկ հենց TRIP-ի, որի հետ մենք շատ մեծ ցույցեր ենք կապում, կամ խաղաղության խաչմերուկ ծրագիրը, որ Հայաստանը դուրս կբերի շրջափակումից, հենց դրա իրականացումն, ինչպես նշեց Օվերչուկը հարցազրույցի մեջ, անմիջականորեն կապված է Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումից։ Ես TRIP-ի դեմ ոչինչ չունեմ, ես մինչև TRIP-ն էլ նախորդ տարին ես գտնում էի, որ պետք է այդ միջանցքի դիմաց ինչ որ կարգավորում տալ եւ ապահովել Ղարաբաղի գոյություն, այսինքն ես դրա առաջի կողմնակիցներից մեկն եմ եղել, բայց հիմա շատ ուրեմն վատատես եմ, ինչի որովհետեւ Իրանի եւ Ռուսաստանի վերաբերմունք ամերիկյան ներկայությանը հուշում է, որ դա դեռ մեծ հարցական է։ Այնպես որ եւ ռուսական երկաթուղիների գործնեության պահը, որովհետեւ Ռուսաստանը չի հրաժարվում եւ պաշտոնապես հայտարարում է, որ այն ուրեմն կառավարման պայմանագիրը, որը կնքվել է Ռուսաստանի հարավկովկասյան երկաթուղիների գործարկման առումով, իրենք պատրաստ չեն դա զիջել, ասենք ինչ որ մի կողմի նույնիսկ զարմացած են ղազախական կողմին զիջելու Հայաստանի առաջարկները, չգիտեն Դե որ երկուսն էլ ունեն լավ հարաբերություններ այդ պետության հետ, որ հետո չասեն վերցրեցին եւ արևմուտքին տվեցին կառավարման։ Նրանք չեն ողջունում դա։ Ուզում ասեմ, այս ծրագիրն էլ է էլի կախված ռուսական ազդեցությունից կամ մասնակցությունից։ Լավ, մյուս հարցին գանք, փորձենք ավելի համառոտ։ Կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղից նաև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու շարժումը չի կարող շարունակվել եւ ավելին, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումն առհասարակ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Պուտինն էլ ասաց, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դեռևս զգայուն է։ Կուզեի հասկանալ ձեր մեկնաբանությամբ ինչ նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, երբ ասում է Ղարաբաղի հարցը շարունակում է զգայուն մնալ։ Խոսքը ինչի մասին է։ Այստեղ մի քիչ պետք է գնալ այս դավադրությունների տեսության հետևից։ Իհարկե տարբեր կերպ կարելի է դա մեկնաբանել։ Առաջի մեկնաբանության առաջի մոտեցումը այն է, որ Հայաստանը որոշակի հակառուսական տրամադրությունների վերել կա, չէ, եւ բնակչության, եւ հանրության, եւ քաղաքական շրջանակներում, եւ դրա հիմնական պատճառը այն նարատիվն է, որ եթե Ռուսաստանը, ասենք, չդավաճաներ, Ղարաբաղը չէր դատարկվի։ Եվ այստեղից եկող հազար ու մի պատմություններ խաղապահների հետ կապված եւ այլն։ Հիմա սա առաջի անգամ չէ, մի քանի անգամ իսկ Վալդայի ակումբում տված հարցազրույցում Պուտինը խոսել է այն մասին, որ Ղարաբաղի դատարկումը հայերից եւ դրա միացումը Ադրբեջանին ոչ թե մեր մեղքն է, այլ Հայաստանի իշխանությունների։ Առաջի տեսակետը կարելի է ենթադրել, որ այս պարագան հիշեցնելով կարծես ռուսական բարձրագույն քաղաքական ղեկավարությունը ուզում է մաքրվել այս բեռից եւ ցույց տալ, որ ինքը ոչ մի մեղք չունի։ Նորից եմ կրկնում, դեռ սա շատ երկար քննարկման հարց է, թող այդ ընթացքում ինչքան մեղք է ունեցել Արևմուտքը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, բայց սա մեկ տեսակետ է։ Երկրորդը այն, որ գիտեք ինչ, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, Պուտինը եւ նրա շրջապատը հիմա քաջ գիտակցում է, թե ինչ աշխարհակաղակական խոշոր սխալ են թույլ տվել, որովհետև եթե խոսքը գնում է այն մասին, որ Ռուսաստանը հետ է վերադառնում եւ վերականգնում է ազդեցությունը հետխորհրդային տարածքում, Ղարաբաղ այն հենակետն էր, որ ապահովելու էր շատ հզոր ազդեցություն ամբողջ հարավային Կովկասում, դա ստրատեգիական շատ կարևոր նշանակություն ունեցող տարածք էր, մանավանդ որ Ղարաբաղի ժողովուրդը, Արցախահայությունը ինքը իր արտաքին քաղաքական ուրեմն դիրքորոշմամբ եւ մենթալիտետով պրոռուսական ուրեմն գործոններ, այնտեղ տեղակայված էր ռուսական խաղապահ զորամաս, որը հարավային Կովկասում եւս մեկ ռազմական ներկայություն էր, եթե նկատի ունենք 102-րդ ռազմաբազան, Ղարաբաղի խաղապահները եւ որոշակի զինվորական կազմավորներ, որոնք գտնվում են Աբխազիայում, Օսեթիայում, սրանք հենակետեր էին ազդեցության։ Հիմա դա կորսված է, բացառված չի, որ Կրեմլում գուցե մտածում են ապագայում ինչ-որ մի հնարավորություն ստեղծել այնտեղ ռազմական ներկայությունը վերականգնելու։ Այնտեղ որտեղ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում։ Ադրբեջան
Լեռնային Ղարաբաղում, այսինքն այստեղից կարելի հասկանալ, որ Պուտինի եւ նրա շրջապատի համար Ղարաբաղի թեման փակված չէ։ Այսինքն զգայուն թեմա գնահատականը կարող է նաև նշանակել, որ տարածաշրջանում նոր անվտանգային ռիսկեր կարող են լինել կամ ստեղծվել։ Գիտեք ինչ, նայած թե ասենք Ադրբեջանի ղեկավարության հետ ինչպես կդասավորվեն հարաբերությունները։ Եթե ուրեմն Բայց այն, որ վարչապետն ասում է այս թեման փակ է եւ մենք չենք ուզում Ղարաբաղյան շարժումը շարունակել, սա ազդակ չէ, որ մենք այս թեման փակել ենք եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել կամ դա շարունակվելու է։ Դուք չեք կարող համաձայնվել այն տեսակետի հետ, որ եթե Ռուսաստանը ուզենա բացել այս հարցը, գուցե դա բարձի առանց Հայաստանի։ Ոնց։ Ադրբեջանը կախված է, ես նոր էդ էի ուզում ասել, ընդհատեցի, դա կախված է Ադրբեջանի ղեկավարության կոնկրետ Ալիև-Պուտին հարաբերություններից։ Եթե ապագայում Ալիևը իր, ասենք թե աշխարհաքաղաքական վեկտորը հստակորեն տանի դեպի Ռուսաստան, շատ հնարավոր է, որ այս հարցը ռուսները չբարձրացնեն։ Բայց եթե այն վեկտորը, որ հիմա Ադրբեջանը կապում է Թուրքիայի հետ, շարունակվի, սա չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, որովհետև Ռուսաստանին պետք է իրեն ինտեգրված հնազանդ եւ ամբողջությամբ ռուսական ազդեցության տակ գտնող Ադրբեջան, որովհետեւ Ադրբեջանի տարածքն է, այն տարածքը, որը ստրատեգիական հնարավորություն է տալիս կապել Ռուսաստանը Իրանի եւ դուրս գալ հարավային ուրեմն ջրեր միջև Հնդկական օվկիանոս եւ այլն։ Իսկ սա հիմա հենց Իրանի դեմ պատերազմը նաեւ սրա մասին է։ Այսինքն, այստեղ մենք կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը հայտարարում է, որ այս հարցը փակված չէ, Իսկ փաստորեն դա է հայտարարում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, բայց սա ես հասկանում եմ նաև մի մեսիջ, որ եթե մենք ուզենանք բացել այդ հարցը, կարող ենք բացել նաև առանց Հայաստանի քաղաքական դիրքորոշման։ Իսկ խաղաղության այս ամբողջ գործընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեր ասած բոլոր սցենարները ինչ կանեն։ Գիտեք ինչ, եթե դժվար է ասել ինչ կլինի։ Նախ մենք պայմանագիր չունենք առայժմս։ Դες նախաստորագրած կա փաստացի կողմերը իրար վրա չեն կրակում։ Բայց պայմանագիրը ստորագրված է, չի ստորագրված։ Նախաստորագրված է։ Նախաստորագրված է, դա փաստացի իրողությունն է նա, որ սահմաններում որևէ մեկը չի կրակում։ Նախաստորագրվածը գիտեք ինչ է նշանակում, որ կողմերը ինչ որ բաների շուրջ համաձայնության են եկել։ Բայց երբ որ դա կստորագրվի եւ կդրվի գործողության մեջ, այդ ժամանակ մենք կարող ենք քննարկել այդ գործողությունը փաստացի չեն կրակում սահմանում։ Այո, դա շատ դրական է, չեն կրակում, բոլորն էլ գնահատում են, ոչ ոք չի կարող ասել, որ դա դրական իրողություն չէ։ Այո, դրական է նաև, որ Ադրբեջանի տարածքից այսօր տրանսպորտային ուրեմն փոխադրումներ են կատարում, դա էլ օբյեկտիվորեն բավականին դրական իրողություն է։ Եվ ուրեմն, բայց գիտեք, ինչքան այս հայ-ադրբեջանական հարաբերություն, գիտեք, ինչքան որ պլյուս ենք դնում, նույնքան էլ մինուս կա։ Օրինակ ես հարց տամ Եթե փորձենք ամփոփ ավարտել ենք արդեն մենք ժամանակ չունենք։ Ես հարցադրումներ անեմ։ Ինչ չկա դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Խաղաղությունը վերջնական կնքված չէ երկու պետությունների միջև։ Իսկ գիտեք, որ սա թարս է, սկզբում հաստատում է դիվանագիտական հարաբերություններ, որը նշանակում է, որ պետությունը պետությանը ճանաչում է, սա հարգանք է նաև տվյալ պետության, նաև տարածքային ամբողջականության, պետական կառուցվածքի ամեն ինչի նկատմամբ, հետո նոր անցնում են հետագա հարցերի լուծմանը։ Այդպես շատ քիչ է լինում, որ ասանք դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ առանց ուրեմն որոշակի իրողությունների ճանաչման միանգամից գնա խաղաղության պայմանագիր կնքել։ Պետությունը պետության հետ պայմանագիր է կնքում, երբ որ հավասարապես մեկը մյուսին ճանաչում է բոլոր առումներով։ Ես մի քիչ բան, օրինակ այսքան ժամանակ ես չեմ լսել, չնայած մեր կողմը շատ ազնիվ է, անդադ ավարտենք։ Հայտարարում է, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, Ալիևի բերանից ես այդ բանը չեմ լսել։ Զրուցակիցս Գարիկ Քերյանն էր, կհանդիպենք։